Բարերարի 100 միլիոն դրամ ներդրումը Ալավերդի քաղաքին, տարվա կապիտալ շինարարության ծրագրերը արդեն սկսված են, քաղաքապետի հանձնարարականները քաղաքաշինության բաժնի մասնագետներին, Հայաստանի իմշամարտի չեմպիոնը պատրաստվում է աշխարհի առաջնությանը, ինչպես է անցկացնում մարզումները Սուրեն Խաչատրյանը, ինչպես են ծախսվում համայնքի սեփական եկամուտները եւ ովքեր են պարտաճանաչ հարկատուները, մարզական փառատոն եւս 1 տոն Ալավերդցի մարզասերների համար, ներկայացված թեմաների մանրամասները դիտեք առաջիկա րոպեների ընթացքում։ Այս տարվա համար հաստատված կապիտալ շինարարության ծրագրերի մի մասը արդեն սկսված է։ Քաղաքապետը անձամբ է հետևում տանիքների վերանորոգման եւ խաղահրապարակի կառուցման աշխատանքներին, սակայն նաեւ պահանջում է, որ ամենօրյա հետևողական վերահսկողություն իրականացնեն քաղաքաշինության բաժնի աշխատակիցները։ Եթե մեկ բնակչության կողմից տեղին բողոքներ ա գալի, դա պետք է մեզ ահազանգ լինի, որ կարողանանք ժամանակին վերացնել։ Վերանորոգվող բազմաբնակարանի 9 շենքերի մի մասը թեքտանիքավոր շենքեր են։ Վերանորոգվող թեքտանիքների դեռևս պիտանի շինանյութերը կօգտագործվեն քաղաքի որոշ շենքերի տանիքներում մասնակի նորոգումներ իրականացնելու համար։ Բնակչագործման տեղամասերի պետերը այս առումով արդեն ստացել են իրենց հանձնարարականը։ Ոչ ըստ շինարարների պիտանի շին մատերիալը վերցնեն, որ կարողանան ամբողջ տարվա ընթացքում մասնակի վերանորոգում անեն, որովհետև մեր շենքերի վիճակը հենց է, որ այսօր մասնակի վերանորոգումներով էլ մի քանի բողոք դիմումներ գոնե կարանք այդ խնդիրը ինչ-որ ձևով լուծենք։ Հաշվի առնելով այս տարի քաղաքաշինության բաժնի առավել ծանրաբեռնված աշխատանքը կապված կապիտալ ծրագրերի հետ, քաղաքապետը աշխատակազմի բոլոր մասնագետներից պահանջում է հետևել մասնավոր շինարարություններին, աչք չփակել քաղաքաշինական նորմերի խախտումների վրա։ Հենց սկզբից շինարարության թույլտվություն տալուց հետո անմիջապես շինարարության միջև ավարտը պետք է մենք վերահսկենք։ Պետք է իր նախագիծը ձեռներից գնանք, տեսնենք իրոք նորմատիվային նախագծով ինչ հատկացված է, ինքը շեղվել է, թե չի շեղվել։ Քաղաքի մի քանի փողոցների լուսավորության եւ կանգառների վերանորոգման շինարարությունը շուտով սկսվելու է, աշխատանքների նախագծերը արդեն պատվիրված են։ 4 նախագիծ ունենք պատվիրած հետողությամբ, 2-ը բյուջեով, լուսավորությունն ու կանգառների նորոգումը եւ Սարարթի լուսավորությունը մի կան փողոցի ասֆալտապատումը, այս շաբաթ ամսի կեսը նախագծեր պատրաստում են։ Համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը ցածր է միայն հողի հարկի մասով։ Եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի մասնագետները արդեն մի քանի օր է հանդիպումներ են ունենում գյուղական թաղամասերում։ Այսօր պետք է գյուղապետերը գանան ամսվա կեսի գումարները հանձնեն, փոքր խորհրդակցություն անցկացնենք, որից հետո կզեկուցեմ ձեզ հետագան ինչ պետք է անենք։ Տարեվերջին սեփական եկամուտի հավաքագրման ցուցանիշը չպետք է ցածր լինի 100%-ից, հիշեցնում է քաղաքապետը, իսկ դրա համար հարկավոր է յուրաքանչյուր ամիս ապահովել բյուջեով նախատեսված եկամուտը։ Մեզ ձեռք չի տալիս այն տարբերակը, որ ինչ-որ ուրիշ հոդվածներով բերենք հողի հարկի այդ հոդվածը փակենք։ Մի անգամ եւս հիմա մայիս ամիսն է դեռ այդքան էլ տարեվերջից ոչ քիչ, ոչ շատ ժամանակ է մնացել։ Բայց մենք տեսնում ենք, որ այսօրվա վիճակով միակ հարկատեսակը հողն է ու գույքահարկը պարզ է, որ անպայման կկատարենք, մինչև տարեվերջ այդ խնդիրը չենք ունենա, իսկ հողի հարկով եթե այս տեմպով գնանք, հետ ենք մնալու։ Քաղաքի մշակույթի ոլորտի պատասխանատուները արդեն պատրաստվում են առաջիկա տոներին։ Հունիսի 1-ին, ինչպես միշտ, քաղաքապետարանի ներկայացուցիչները նվերներով կայցելեն Վանաձորի մանկատանը գտնվող ալավերդցի երեխաներին, մի շարք միջոցառումներ են սպասվում նաև քաղաքում։ Անցած շաբաթ քաղաքի երաժշտական դպրոցների սաները հերթական հաջողությունը գրանցեցին, ինչի առիթով քաղաքապետարանից նրանց արդեն շնորհավորել են։ Մեկը 5-րդ տեղը զբաղեցրեց, դաշնակահարիներ նշել էին հատուկ մրցանակ ժյուրիի կողմից, դա 120 ջութակահարից 5-րդ տեղ գրավելը, դա շատ լավ արդյունք է։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետը անդրադարձավ նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքին։ Հիմնարկների հաշվապահությանը պարբերաբար հետևում է քաղաքապետարանի համապատասխան մասնագետը։ Այսինքն այն թերությունները, որ միտեղ աուդիտը ստուգեց ու արձանագրեց, մնացած տեղերում պետք չկրկնվի։ Այս առումով պետք է մենք ինֆորմացիայի փոխանակություն անենք։ Պետք է թափանցիկ լինենք։
Քաղաքապետարանի այս տարվա բյուջեն 317 միլիոն է, բյուջեի շուրջ 30%-ի չափով, այսինքն մոտ 100 միլիոն դրամ ներդրում այս տարի Ալավերդում կկատարվի Մանես բարեգործական հիմնադրամի կողմից։ Ալավերդու քաղաքապետը վստահ է, որ հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցությունը մեր քաղաքին տարեց տարի ավելանալու է։ Մենք 5 տարի առաջ սկսեցինք Մանես հիմնադրամի գործունեությունը, քաղաքապետարան, գործարան եւ հիմնադրամ։ Այսօրվա վիճակով արդեն շատ բարձր մակարդակի վրա է այն դրված եւ չկա մի ոլորտ, որ Մանես հիմնադրամը իր ֆինանսական մասնակցությունը չունենա։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ քաղաքապետարանի բյուջեն այնքան սուղ է եւ զուտ բյուջեի միջոցներով հնարավոր չէ քաղաքում այսքան ահռելի աշխատանքներ կատարել։ Դրա համար այնտեղ որտեղ քաղաքապետարանի ֆինանսական միջոցները չի հերիքում, մենք դիմում ենք Մանես հիմնադրամին։ Մանես բարեգործական հիմնադրամը, որի միակ դոնորը Վալեքս խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի անձնական ներդրումներն են, Ալավերդու քաղաքապետարանի հետ համագործակցում է արդեն 5 տարի։ Այդ համագործակցության արդյունքում քաղաքում տարբեր խնդիրներ են լուծվում, թեթևանում է մարդկանց սոցիալական խնդիրները։ Սոցիալական վիճակը մերժելու համար մենք արդեն ունենք ստաբիլ կայացած արդեն մի քանի ծրագրեր, կոնկրետ բարեգործական ճաշարանը գործում է, որտեղ օգտվում են 100 անապահով ընտանիքի անդամներ, 110 ուրեմն ծնողական վարձավճար ենք մենք տալիս յուրաքանչյուրին 4000 դրամ։ Պարոն Մեջլումյանի կողմից է շահագրգռվածությունը գնալով մեծանում է դեպի իր հայրենի քաղաքը։ Դրա համար ես համոզված եմ, որ անպայման ծավալները կմեծանան։ Եվ նախորդ տարիների հետ եթե համեմատական ենք դնում, տեսնում ենք, որ հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը մի փոքր տարբերություններ եղան, բայց գնալով ամեն տարի ներդրումների ծավալը մեծանում է։ 2009-ին հիմնադրամի կողմից ֆինանսական ներդրումը Ալավերդի քաղաքին եղել է 34 միլիոն, 2010-ին 70 միլիոն, 2011-ի ծրագրերի մեծ մասը սոցիալական բնույթի են, բացի այդ հիմնադրամը մասնակցություն է ունենում նաև քաղաքի կապիտալ շինարարության ծրագրերին։ Հիմնադրամը արդեն մի փոքրին են հիմնական սոցիալական ծրագրերի չեղվել ենք, դեպի արդեն նաև կապիտալ ծրագրեր, որը շատ կարևոր է մեր քաղաքի համար, եւ ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին, ինչքան որ SCP ընկերության, այսինքն Valex խմբի ընկերությունների ֆինանսական վիճակը լավանա, այնքան քաղաքում կատարվող ներդրումների ծավալները նույնպես կմեծանան։ Այս տարի պետական բյուջեի հատկացման հաշվին 30 միլիոն դրամի փոսային նորոգումներ կկատարվեն քաղաքի փողոցներում, իսկ արդեն մի քանի օրից կսկսվի Սանահինի եկեղեցի տանող Միկոյան փողոցի ասֆալտապատումը։ Այս նպատակի համար Մանես հիմնադրամից հատկացվել է շուրջ 9 միլիոն դրամ։ Քանի որ քաղաքում արդեն իսկ туриզմը զարգացում է ապրում, չի ասի, որ արդեն ինչ-որ ցուցանիշի հասել ենք, բայց նախադրյալները կա, այս առումով մենք փորձում ենք նաև ճանապարհներին մեծ ուշադրություն դարձնենք եւ Միկոյանի անվան ճանապարհը Մանես հիմնադրամի միջոցներով ենք վերանորոգելու։ Թաղամասի շատ բնակիչներ արդեն տեղյակ են, որ իրենց ճանապարհը շուտով ասֆալտապատված ու բարեկարգված կլինի։ Ամբողջ հանրապետություն կարիքը, բայց չեն կարող չեն հասցնում։ Իհարկե լավ է կլի, բավարար կլի դա։ Տարբեր քաղաքի տուրիստներ են գալի։ Գալիս է Միկոյանի մետարդան բան գալիս է մեր վանքի համար նոր վանքի։ Ինչի՞ կապիտալը որ Ալավերդի կուլտուրական ակուրատնիա։ Հենց տուրիստների կարծիք կազմելու համար կարելի է։ Նախ մեր քաղաքի գեղեցկությունը կլինի, մեր թաղամասի, Սարահարթ թաղամասի եւ տուրիստների համար էլ։ Անպայման կարիք ունի մինչև մեր տան մոտ մեքենաներ չեն գնում, գալենքան որ տարուփոսը։ Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ քաղաքում նաև լուսավորության վերականգնման աշխատանքներ են սպասվում։ Սարահարթ թաղամասի լուսավորությունը վերականգնելու նպատակով էլ հիմնադրամը հատկացրել է շուրջ 6 միլիոն դրամ։ Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը շարունակվում է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններին։ Երկրորդ մանկապարտեզի վերանորոգման համար տրամադրվել է 2.4 միլիոն դրամ, որպես երաշխիքային գումար, 400,000 դրամ եւս տրամադրվել է երկրորդ մանկապարտեզի ուրեմն խաղահրապարակի կառուցման 400,000 դրամ, ինչպես նաեւ 6.5 միլիոն դրամ տրամադրվել է Միկոյան փողոցի լուսավորության վերականգնման համար։ Մանես բարեգործական հիմնադրամի եւ Ալավերդու քաղաքապետարանի միջև այս տարվա համար հաստատված ծրագրերը ընթացքի մեջ են եւ շարունակվելու են նպաստելով քաղաքում տարաբնույթ խնդիրների հաղթահարմանը։
Եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի մասնագետը Շահվերդյանների բնակարան է եկել սեփականաշնորհված տարածքի գույքահարկի այս տարվա գումարը գանձելու։ Կարլեն Շահվերդյանը պարտաճանաչ հարկատու է։ Ամուսինները թոշակառուներ են, բայց ժամանակին վճարում են թե կոմունալ սպասարկման համար եւ թե մնացած հարկերի գծով։ Գույքահարկա իրանց տարածքի հարկն է։ Պարտաճանաչ մարդիկ են, տարեկանը միշտ մուծել են, ոչ կուտակումներ ունեն, ոչ պարտք ունեն։ Իսկ ինչքան է գումարը 1739 դրամ։ Կարլեն Շահվերդյանը մասնագիտությամբ ֆինանսիստ չէ, բայց հասկանում է, որ քաղաքի բյուջեն գոյանում է նաև իր վճարած գումարով։ Թեկուզ միայն նրա համար, որ իրենց թաղամասում ամեն տարի փոսային նորոգումներ են կատարվում, դա բավական է, որպեսզի բնակիչները կատարեն իրենց հարկային պարտավորությունները, ասում է Կարլեն Շահվերդյանը։ Եվ համ բյուջեն փոխարինում, որ ժամանակին մուծում ենք, որովհետև այս սուղ պայմաններում քաղաքային սովետներ բյուջե չունի ես ծախսերի։ Այս հիմնված է մեր վարձերի տալում է։ Եվ մենք աղբը ավելի պետք է թանկրի, այս ժանալա դեր։ Եկա ծախսեր անում, եկա վառելան վանա աշխատանքներն պետք է լադա էժան։ Ինչա 100 դրամ են 200 դրամ ինչ ամսական։ Եվ բոլոր բյուջեն չկա այս հարկերից դա որ գոյանում է որ ծախս են անում։ Ջրավազանի սրտացավ բնակիչը իրենց թաղամասի խնդրի լուծման աջակցելու ակնկալիքով մի քանի անգամ դիմել է քաղաքապետին ու ամեն անգամ ավելի է համոզվել, որ ճիշտ ընտրություն է կատարել։ Էրը քաղաքային սովետում 75 տարեկան եմ, մի հատ Արյանան Ալբերտ ենք ունեցել, մեկը սա է։ Բոլորը լավն են, բայց հոգատար, այն հացարակ մոտեցումն որ կաբինետը մի հարցով կարող է չանել, բայց նա մոտեցումը մեծ բան է։ Շատ հավանում եմ, եւ մի քանի հարցով թաղի հարցով մոտնենք նախադուարել է, իմ անձնական է ոչ թաղի համար, կանավամաքելու համար, ասֆալտ լանելու համար, որ սխալ են անում ջուրը մտնում է ջրմուղի, կարգած վճարում, դու պաչիկ եկանում ձեր ծախսերը կորչում է, լավ ընդունել է։ Հələ ինձ ասա, երնակ դեսպես մի քանի հոգի ունենանք, ցավով խաղում է, մեզ մոտ դեռ չկա։ Մի քանի տարի առաջ Տիկին Օվելյան բողոքում էր իրենց բակում կուտակված աղբից ու անհանգստանում խցանված հեղեղատարի համար, որը կարող էր դժբախտության պատճառ դառնալ։ Ոչ մեկը դրա պես չի աշխատել։ Ամիսներով հոտելա այդ զիպիլի հոտից խեղդվում էինք, պատուհան չէինք կարում բացանել, մարդը աշխատում է։ Դե հիմի որ եկել է այն ժամանակները, որ ամեն ինչը դժվարացել է, աշխատանք չկա, աշխատող ձեռնարկություններ չկա, բնականաբար միջոց էլ չկա։ Այդ ջրատարը մաքրեցին, ինչ ասես որ չէր լցված։ Համարյա եթե կելեր այդ ջրատարը լցվել էր, եթե մի փոքր անձրևել գար, սելա վեր դառնալու։ Դա ահա որ մեծ աշխատանք էր եւ շատ լավ կատարեց այդ մարդը ասֆալտանում դե հիմնական չի կարա վերանորոգում անի բայց հնիցանում է որ հա մարդիկ դժգոհություն չունեն։ Հիմա Տիկին Օվելյան քաղաքապետից մի խնդրանք ունի։ Թող քաղաքապետը գիտենա որ իրիկվա ժամերին մութ ալում էլի մեր փողոցը։ Ստեղելշները շատ լիքն են ելում։ Ճիշտ է, ես դուրս չեմ գալիս այդ ժամին, բայց մարդկանց համար էլի։ Ալավերդու սեփական եկամուտների ընդհանուր գումարը կազմում է 63 միլիոն դրամ, ընդհանուր բյուջեի 317 միլիոն դրամից շուրջ 280 միլիոն դրամը բյուջեի վարչական մասում է, 63 միլիոն սեփական եկամուտը նույնպես մուտքագրվում է վարչական բյուջե, որի գումարները ծախսվում են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող այլ հիմնարկների, աշխատողների, աշխատավարձերի, մանկապարտեզների, երեխաների սննդի եւ այլ կարևոր աշխատանքների համար։ Սեփական եկամուտներից նաեւ հատկացումներ է լինում քաղաքում տարբեր շինարարական ծրագրերի համար։ Իրավունք կա նաև վարչական բյուջեից տեղափոխություն կատարել ֆոնդային բյուջե։ Կապիտալ ծրագրերի ասֆալտապատման շատ ժամանակ եւ որ գումարները չեն հերիքում, համայնքի ներդրումը պարտադիր է լինում, վարչական բյուջեից տեղափոխվում է ֆոնդային բյուջե, այսինքն քաղաքում կատարվող ցանկացած աշխատանք, գրեթե բոլոր աշխատանքների մեջ քաղաքապետարանը եթե ոչ կապիտալ ծրագրերից եթե գումարները չերկում, պարտադիր վարչական բյուջեից տեղափոխություն է կատարում։ Առաջին եռամսյակում առաջին անգամ պլանը կատարվել է 101%-ով։ Հիմնականում թերակատարվում է գույքահարկը եւ հողի հարկը։ Բաժնում համոզված են, որ մինչեւ այս տարվա դեկտեմբեր փոխադրամիջոցի գույքահարկի համար նախատեսված 14 միլիոն դրամը կապահովեն։ Եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնում հողի հարկից նախատեսում են հավաքագրել 6 միլիոն դրամ։ Որից 1.200.000 դրամը նախատեսել ենք իրավաբանական անձանցից, այսինքն հիմնարար ձեռնարկություններին պատկանող հողերից, մնացածը ուրեմն մեր քաղաքում գտնվող
գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի մասով է նախատեսած։ Վերջին տարիներին պետության եւ քաղաքապետարանի կողմից կիրառված հարկերի արտոնությունները որոշ դեպքերում օգնում են հարկատուներին ազատվել պարտքերից։ Բացի այդ, քաղաքապետարանը պարտավորագրերի միջոցով խոշոր հարկատուներին հնարավորություն է տալիս մասված վճարել եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնին ունեցած պարտքը։ Թեկուզ ամիսը 2000-3000 դրամով համաձայնության են գալի բնակչության հետ ու արդեն քիչ-քիչ այդ խնդիրները բոլորը լուծվում են։ Չունենք խանգարող բան հավաքագրումների համար։ Խանգարող հանգամանքը մենակ նա է, որ շատ ունենք բացակահարկատուններ, այսինքն որոնք չեն գտնվում Հայաստանում կամ չեն գտնվում Ալավերդի քաղաքում։ Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնում խոստանում են, որ մինչեւ տարեվերջ սեփական եկամուտների հավաքագրումը կկատարեն 100 եւ ավելի տոկոսով։ Անցած տարի Հայաստանում առաջին անգամ հենց Ալավերդում կիրառվեց աղբի տեսակավորման փորձը։ Պլաստիկ շշերը աղբից առանձնացնելու փորձը Ալավերդում հաջողված է։ Սա փաստում են ոչ միայն տեղի իշխանության ներկայացուցիչները, այլ նաև հենց իրենք ալավերդցիները։ Այո, շշերը առանձին ենք դնում, աղբը առանձին ենք գցում։ Իսկ լավա մաքրվել է քաղաքը պլաստիկ շշերից։ Այո, եթե ժողովուրդը իրանց մի քիչ մաքուր պահի ավելի լավ կլինի։ Ես տարա հարթեմ, ստեղ չեմ։ Մաքուր է, դե ոչինչ, առաջվա վրա մաքուր է։ Չեմ առանձնացնում, սովորություն չունեմ։ Պլաստիկը չի առանձնացնում ենք։ Հա, ինձ թվում է ահագի մաքրվել է, որովհետև ինչ տեղադրվել են այդ աղբարկղերը, մարդիկ արդեն ավելի խնամքամ են վերաբերվում ամեն ինչին, ամեն ինչ առանձնացում են, նոր են թափում։ Չեն գցում փողոցները, դե հավաքում ակներեք։ Քաղաքում այսօր աղբանություն է իրականացվում շուրջ 105 կենցաղային աղբի համար նախատեսված աղբամաններից, սակայն հատուկ պլաստիկ շշերի համար առանձնացված են ընդամենը 18 աղբամաններ։ Անցած տարի Ալավերդու քաղաքապետարանը պայմանագիր կնքեց միավորված ազգերի զարգացման գործակալության հետ։ Հենց այս կառույցի կողմից էլ մի քանի օր առաջ Ալավերդին ստացավ եւս 60 պլաստմասե շշերի համար նախատեսված նոր աղբաման։ Կունենանք ավելի մեծ քանակի պլաստիկ տարահավաքելու հնարավորություն եւ ավելի արագ կհամալրվի ապրանքային քանակը հետագա իրացման համար եւ միաժամանակ կհեշտացվի նրա պահեստավորման եւ հետագա տրանսպորտային տեղափոխման հարցը։ Սա Ալավերդու կոմունալ տնտեսության պահեստամասն է, որտեղ քաղաքի տարբեր թաղամասերից հավաքվել եւ այստեղ են տեղափոխվել պլաստմասե շշերը։ Քանի որ պահեստամասում արդեն տեղ չկա շշերը պահելու համար, շուտով այստեղ նաեւ մամլույթ սարքավորում կտեղադրվի, որը կլուծի շշերի պահեստավորման եւ հետագայում տեղափոխման հարցը։ Զուգահեռաբար մի կողմից ստանում ենք այդ ապրանքականակը, աղբարկղների եւ մամլույթ սարքավորումը եւ նույն կազմակերպությանը առաքում ենք նախկինում հավաքված տարայի առաջին խմբականակը 1 կիլոգրամը 55 դրամ արժեքով, այսինքն այդ աշխատանքները նաև որոշ չափով ծախսածածկումը կապահովեն։ Ալավերդում պլաստմասե շշերի վերամշակման հնարավորության մասին դեռևս վաղ է խոսել, ասում է Ալավերդու փոխքաղաքապետը։ Առայժմ պլաստիկ շշերը հավաքվում են միջազգային դոնոր կազմակերպությունների նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ, սակայն հետագայում այն կարող է հետաքրքրել նաև գործարարներին։ Սա իհարկե լուրջ աշխատանք է բնապահպանական պլաստիկ տարայի առանձնացումը ընդհանուր կենցաղային թափոններից եւ որոշակի իհարկե վերաբերմունքի դեպքում մենք իհարկե հաջողություն կունենանք։ Առաջիկայում եւս Ալավերդու քաղաքապետարանում շարունակելու են աշխատանքներ տանել պլաստիկ շշերի համար նախատեսված աղբամանները քաղաքի բոլոր թաղամասերում տեղադրելու ուղղությամբ։ Հաջողությունները շատ են եւ 10 թվականին ուզում ենք ել ավելի որ շատ լինեն։ Մենք ոչ թե մենակ ասենք, ուզում ենք ասենք, այլ կապացուցենք բոլորը կտեսնեն։ Դեռ 2 տարի առաջ Սարահարթի Իմշամարտի դպրոցի տնօրենը խոստացավ, որ ըմբիշների հաջողությունները չեն ուշանա։ Այդպես էլ եղավ։ Դպրոցի Սանսուրեն Խաչատրյանը արդեն ազատ ոճի Իմշամարտի 69 կիլոգրամ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն է։ Սերը դեպի սպորտը Սուրենը ժառանգել է հորից։ Դեռ 10 տարեկանից մասնակցել է Իմշամարտի տարբեր առաջնությունների, ձեռք բերելով մարզիկի համար կարևոր կամային հատկանիշներ։ Օրինակ, պարտությունը նրան երբեք չի հուսահատեցրել։ Հաղթանակները ավելի են ոգևորում, բայց պարտությամբ չպետք է հիասթափվես, պարտությունն էլ իր լավ կողմերը ունի, նայում ես քո սխալ պահերը եւ դրանից էլ առաջնորդվում ես դեպի հաղթանակ։
Վաղ առավոտյան եւ մյուսներ դեռ քնած են սկսվում է Սուրենի մարզումները։ Վազք, տարբեր վարժություններ եւ մարզչի ցուցումներ, որ պարտավոր է ճշգրիտ կատարել։ Կարևոր է նաեւ հստակ բշակված սննդակարգը։ Անցած տարի ստացած վնասվածքը քիչ էր մնում ընդհատեր Սուրենի մարզական հաջողությունը, սակայն մարզիկը կարողացավ հաղթահարել վնասվածքը եւ շարունակել մարզումները։ Չկարողացա թողնել ես իմ շամարտը եւ մասնակցել եմ արդեն։ Ոնց որ հիվանդությունն էլ ոնց որ անցնում է, արդեն անցել է, բուժումներ կատարվեցին։ 2 տարի շարունակ Սուրենը ճանաչվել է որպես տարվա լավագույն մարզիկ։ Մի քանի տարի շարունակ մասնակցել է նաև տարվա լավագույն ընտանիք ամենամյա մրցույթին, մի շարք միջազգային առաջնություններում գրավել մրցանակային տեղեր։ Այս տարի մայիսի 14-ին մինչև 17 տարեկաների իմշամարտի Հայաստանի առաջնությանը գրաված առաջին տեղը Սուրենի մարզական կյանքում նոր ճանապարհ բացեց։ Հիմա նա պատրաստվում է մեկնել Ռումինիա, որտեղ այս տարվա օգոստոսին կկայանա իմշամարտի ազատ ոճի աշխարհի առաջնությունը, որտեղ Սուրենը կներկայացնի Հայաստանը։ Պատասխանատվությունը շատ էր, որ պետք է Հայաստանի առաջնությունը հաղթեմ, իսկ որ հաղթեցի արդեն կրկնապատկվեց պատասխանատվությունը, որ արդեն երկիր եմ ներկայացնելու, ոչ միայն քաղաք, այլ նաև երկիր, Հայաստանի առաջնությանը քաղաք էի ներկայացնում, իսկ արդեն երկիրն եմ ներկայացնելու, պատասխանատվությունը կրկնապատկվեց։ Ըմբշամարտի դպրոցում այսօր պարապմունքները սովորականից ավելի ուրախ ու ոգևորված են անցնում։ Սուրենի հաղթանակը ոգևորել ու ուրախացրել է դպրոցի բոլոր իմբիշներին։ Դպրոցի անունն բարձր պահել ու մասնակցելու աշխարհի առաջնությանը կցանկանայինք, որ էլի աշխարհում էլ առաջ տեղ նվաճեր ու արդեն իր համար ապագան լավ կլիներ։ Մենք տենց է կարծում ենք, որ գնա Հայաստանի մրցումների կհաղթի, բայց ինքը մեծ դադարից հետո էլի մեծ նվաճում ունեցավ, որ հաղթեց Հայաստանի առաջնությունը, իսկ հիմա որ աշխարհի առաջնության ագնալու դա ավելի ամես ոգևորել, մենք իրան ամբողջ դպրոցով կողքին ենք էլի։ Մարզիկներից ու ընդհանրապես բոլորից ավելի Սուրենի հաղթանակը ուրախացրել է նրա մարզչին։ Ռազմիկ Խաչատրյանը որպես հայր ուրախացել է որդու հաջողության համար, սակայն որպես մարզիչ հիմա ավելին է սպասում իր մարզիկից։ Իմ երազանքը, որ ասեմ, սրանով սահմանափակվի, սա շատ քիչ է, որպես իմ երազանք, ինքը դեռ շատ անելիքներ ունի անելու, առաջիկայում մեր լուրջ ծրագիրը Եվրոպայի առաջնությունն է, որ գնա մասնակցի օգոստոս ամսին։ Մինչ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի աշխարհի առաջնության մեկնելը Սուրենը մարզումներ կանցկացնի տեղում։ Ալավերդու քաղաքապետը անձամբ է հոգացել, որպեսզի Սուրենը խնդիրներ չունենա եւ կարողանա լիարժեք մարզումներ անցկացնել հաղթանակի հասնելու համար։ Սուրենի համար ամեն ինչը կա այստեղ ստեղծված, եւ քաղաքապետը, եւ մեր տնօրինությունը, բոլորը շատ մարդիկ կան, որ ես իմ Սուրենը ոչ մի պրոբլեմ չունի իր մեր Ալավերդու համար, իր անձնական մարզվելու համար, հետո արդեն ինքը ընդգրկվեց Հայաստանի հավաքականի մեջ, ամսվա վերջին ծաղկաձորեն գնալու Հայաստանի հավաքականի հետ հավաքների, որ պատրաստվեն առաջիկա այդ խոշոր մրցումներին ու կրկին անգամ ես շնորհակալությունս կհայտնեմ մեր քաղաքի իշխանություններին եւ ինչու՞ չէ Սուրենի դպրոցի ուսուցիչներին տնօրինությանը, որ ասենք ինքը բացակայում է, բայց իրանք ասենք ճիշտ է, ըմբռնումով մոտենում են, որ իրան պետք է բացակայելը, քանի որ իր գործը է դա։ Բացի Ալավերդում անցկացվող պարապմունքները, Սուրենը Հայաստանի հավաքականի կազմում մարզումներ կանցկացնի նաև Ծաղկաձորում եւ Հանրապետության այլ քաղաքներում։ Մետալուրգ մարզադաշտ եկած մարզիկները պայքարելու են 7 մարզաձևում լավագույնը ճանաչվելու, իսկ հանդիսատեսը ոգևորելու եւ աջակցելու փառատոնի մասնակիցներին։ Մինչ մարզական փառատոնի մեկնարկը Ալավերդու քաղաքապետը եւս մեկ անգամ շնորհավորեց եւ դրամական պարգեւ հանձնեց Հայաստանի իմշամարտի չեմպիոն Սուրեն Խաչատրյանին։ Ալավերդու պատմության մեջ սա եզակի դեպք էր, որ
Հայաստանի Հանրապետությունը պետք է ներկայացնի աշխարհի առաջնության ժամանակ Ալավերդի մարզիկը, որը մեզ համար իրոք մեծ հպարտություն է։ Մարզական փառատոնը անց է կացվում հանրապետության բոլոր մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում։ Տարեցտարի մարզական փառատոնը ավելի է ընդլայնում աշխարհագրությունը, ավելանում է ներկայացված սպորտաձևերի, նաեւ մասնակիցների թիվը։ Ես պետք է ասեմ, որ սպորտը տարեցտարի մեծ մասսայականություն է վայելում մեր քաղաքում, որովհետև Ալավերդին իրոք սպորտային ավանդույթներով քաղաք է։ Ալավերդին ես համոզված եմ, որ ապագայում շատ լավ ցուցանիշներ կունենա նաև սպորտի բնագավառում։ Փառատոնի մեկնարկը տրված է, իրենց ուժերը մասնակիցները փորձում են ոչ միայն բազուկներով, այլ նաև խելքով՝ շախմատ, նարդիկ, կող, կշռաքարի բարձրացում, բազկամարդ, մինի-ֆուտբոլ եւ 100 մետր վազք։ Սրանք են փառատոնի մարզաձևերը։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչը փառատոնին հետևել է Լոռու եւ Արմավիր մարզերի մի քանի քաղաքներում։ Ալավերդում փառատոնը կարելի է կայացած միջոցառում համարել շնորհիվ տեղական իշխանության վերաբերմունքի, ասում է Եղիշ Դավթյանը։ Կարծում եմ, որ ինքը կազմակերպվածությունը վատ չի, ուզում եմ նշեմ այստեղ քաղաքապետի դերն է եւ ֆիզկուլտուրայի բաժնի պետին էլ, որոնք որ իրոք ջան չեն խնայել, ամեն ինչ արել են, որպեսզի միջոցառումը լավ անցնի, որին օգնում է նաև բնությունը եւ եղանակը այսօր։ Վահան Բոշյանը փառատոնի վազք մարզաձևի պատասխանատուն է։ Արդյունքներից գոհ է, սակայն մասնակիցների մեծ մասը դպրոցականներ են։ 35 մասնակից ունենք ներկայումս, 100 մետր են վազում ու հաղթողները պետք է պարգևատրվեն։ Նաև առողջ մարմնում առողջ հոգի կլինի։ Մարզական փառատոնի անցկացման նպատակը մեկն է՝ սպորտի մասսայականացումը եւ իհարկե առողջ ապրելակերպի պրոպագանդումը։ ACP ընկերության աշխատակից Վահե Վարոսյանի կշռաքարի հրուման գերազանցելի մնաց մինչև փառատոնի ավարտը։ Նախորդ տարի Վահեի ցուցադրած արդյունքը 278 է, այս տարի 300։ Փառատոնի ավարտին հաղթող մասնակիցները պարգևատրվեցին սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, նաև ստացան մարզահագուստ եւ հուշանվերներ։